Որքան էլ որ դժվար է, բայց պետք է աշխատենք դարձնել սովորություն, անտեսել այն բացասական բաները, որ տեղի են ունենում մեր կյանքում և մեր շուրջը։ Այլապես դժվար է ապրելը մի աշխարհում, որտեղ սերը, հավատարմությունը, անկեղծությունը դարձել են պարզապես բառեր, առանց բովանդակության, առանց գործողությունների։ Մարդիկ գալիս են ու գնում, իրավիճակները փոխվում են, արժեքները արժեզրկվում, կարևորները դառնում են անկարևոր և հակառակը, մի խոսքով ոչինչ մնայուն չէ։ Անկախ ամեն ինչից սեր բաշխենք, առանց ակնկալիքների, բայց մեր ամենախորը, ամենամաքուր սերը նվիրենք Աստծուն, մեր ամենամեծ ուշադրությանը Աստծուն արժանացնենք, ամենաարժանին նա է։ Միշտ չէ, որ քո սերը, նվիրվածությունը կգնահատվի։ Մարդիկ կարող են դավաճանել քեզ, թշնամանալ քեզ հետ, հեշտությամբ քեզ փոխարինել ուրիշ մեկով, ով իրենց ավելի հարմար է, ավելի շահաբեր։ Ոչինչ, մի նեղվիր, Աստծուն էլ, ով կատարյալ սեր է և բարություն, չգնահատեցին, խաչեցին ու դեռ 2000 տարի շարունակ խաչում են։ Մենք մարդիկս ով ենք, որ նեղվենք, երբ չենք գնահատվում։ Այսա հիշելով հեշտ է լինում ապրելը։ Աստված ամեն բան տեսնում է, քո արած յուրաքանչյուր լավություն, քո յուրաքանչյուր զոհաբերություն և սիրո դրսևորում։ Կարևորը դա է, մարդիկ թող չգնահատեն, ոչինչ, թող որ կարևորը Աստծո կողմից լինենք, ընդունված և գովելի։ Այս կարճ անցողիկ կյանքն ասես դպրոց է, և մենք ավարտական քննություն ենք հանձնելու։ Առարկան Աստծո կամքը, հանձնարարությունները լինել սիրող, ներող, ապրել Աստծո կամքին խոնարհ։ Եթե լավ հանձնենք, կփոխադրվենք այնպիսի մի աշխարհ, որտեղ սերն է թագավորում, որտեղ չեն ուրանում, ցավ չեն պատճառում, սեր չեն խաղում, որտեղ սերն իսկական է, կատարյալ, այլ ոչ թե լեզվի վրա, և նրանք, ովքեր այս կյանքում սեր են խաղում և խաղում են մարդկանց սրտերի, զգացմունքների հետ, հաջորդ կյանքում տեղ չեն ունենա, եթե իրենց չքննեն, չապաշխարեն և չփոխվեն։ Ամենից գլխավոր պատվիրանը սիրելն է։ Քո ոչ մի սիրո կաթիլ, ոչ մի լավություն, նվիրում չի արժեզրկվում, երբ մարդիկ չեն գնահատում։ Աստծո արքայությունում ամեն ինչ գրանցվում է։ Մաքուր պահենք մեր սրտերը, մտքերը և լեզուները, հաշիվ ենք տալու ամեն բանի համար։ Երբ կանգնենք Աստծո առաջ, չենք կարող արդարանալ, թե նա ինձ ցավ պատճառեց, ես էլ պատճառեցի։ Չէ, ամեն մեկն իր բաժնի պատասխանատվությամբ։ Ամեն արածդ բարիք չի մնալու անպատասխան։ Մի օր անպայման կտեսնես, թե Աստված ինչպես առատորեն կպարգևատրի քեզ։ Թեպետ մեր սրտի ամեն մի զարկ, ամեն մի կում ջուր, որ խմում ենք, ամեն պատառ հաց, որ ուտում ենք, ինչ է, եթե ոչ Աստծո պարգև։ Հակոբոս 4:6 Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Ամեն անգամ, երբ ցավ են պատճառում ու լռում ես, չարին չարով չես պատասխանում, հաղթողը դու ես, ներում ես, շահողը դու ես։ Հռոմեացիներին 12:21 Մի պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին։ Եվ դա դժվար չէ, երբ ողջ սրտով կամենում ես այդպիսին լինել։ Աստված սիրով օգնում է։ Մենք պետք է կարողանանք ապրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով։ Սերը, որ Աստծուց է, միշտ հաղթանակած է։ Սերն անգամ մահին հաղթեց։ Քո ոչ մի արցունք, քեզ հասցված ոչ մի ցավ Աստծո աչքից չի վրիպում։ Նա տեսնում է ամեն մի դառնություն, որ դու կրում ես։
Դու ներիր ու բաց թող, Աստված կբուժի սիրտդ։ Ներել չի նշանակում մնալ քեզ ցավ պատճառողի կյանքում, եթե դու ստիպված չես մնալ։ Չար ընկերակցությունները ապականում են բարի բարքերը։ Ա Կորնթացիս 15:33։ Որքան էլ փորձեն ցածրացնել քեզ, Աստված կբարձրացնի։ Պատկերացրու ինչ-որ մեկը վնասում է երեխայիդ, ցավ է պատճառում, աչքերից արցունք է քամում, ինչ կզգաս։ Ավելին Աստված է զգում, նա մեզ յուրաքանչյուրիս անսահման է սիրում։ Ով ինչ անում է, իրեն է անում, ինչ ցանում ենք, այն էլ կհնձենք։ Հռոմեացիներին 12:17-19։ Որևէ մեկի չարիքին չարիքով մի հատուցեք, հոգացեք բարիք գործել բոլոր մարդկանց առաջ, ինքներդ վրեժխնդիր մի եղեք, սիրելիներ, այլ տեղ տվեք Աստծո բարկությանը, որովհետև գրված է. իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ, ասում է Տերը։ Մեր դատերը, մեր ցավերը, վիրավորանքները Աստծուն հանձնենք։ Բայց նաև չցանկանանք, որ նա պատժի մեզ ցավ պատճառողներին, թող որ բոլորն էլ արժանանան Աստծո ողորմածությանը, սխալական ենք բոլորս, առանց բացառության։ Անկախ ամեն ինչից, սրտներս մաքուր պահենք, թող մարդիկ չհասկանան, Աստված հասկանում է, թող չգնահատեն, նա գնահատում է, թող ցավեցնեն, նա կբուժի, թող ցածրացնեն, նա կբարձրացնի, թող չսիրեն, կարևորը Աստծու սիրուն արժանի լինենք։ Թույլ չտանք, որ մարդկանց չար վերաբերմունքը կամ մեր հանդեպ անարդարությունը խլեն մեր սրտերի խաղաղությունը, ջանանք ապրել Աստծո կամքի համաձայն, հավատքով ու մաքուր սրտերով, որպեսզի արժանանանք այն պսակին, որ պատրաստված է Աստծուն հավատարիմների համար։ Սա է ներքին խաղաղություն ունենալու միակ եղանակը, սա է հաղթանակը, սա է ճանապարհը դեպի երկինք։ Խաղաղ մնանք, սիրենք, ներենք, անկախ ամեն ինչից։